բռնել տալու է իրանց սկզբունքը գետին պարգծնենք, պատին ծետենք, բռնել տանք, հեռախոս են լսում, չգիտեմ ընդեղ ինչ են անում, բան են անում, ես վերջի օրերին էլ մտել են երկու թեկնածուների, ուրեմն գրասենյակները մենք չնայած ուշով հետևում ենք եւ անպայման պատժկա ենք անելու ընդդիմության թեկնածուներին, որ եթե հանգարց հագաօրինական մի քայլ կատարեց, հեչ կապ չունի թե այն ժամանակները ինչ որ խնդիր է առաջացել մեր մեջ, էլի սարքել է Երևանը, էլի իրանք են արել, ջահելների մեջ կոնֆլիկտ են սարքել էլի իրանք, մենք անպայման այդ ամեն ինչը ոտի տակ ենք գցելու, հանուն ճշմարտության, հանուն քաղաքի, ուրեմն մենք անպայման պատժկա ենք անելու մեր մնացած թեկնածուներին, որ իրենց նկատմամբ ոտնձգություն չանեն, մենք այդպիսի սկզբունքով ենք առաջնորդվում։ Հիմա համար առաջի այն օրը ճիշտ ասած խոսում էին Երևանում քաղաքի խնդիրներից, ասում են քաղաքի խնդիրը ինչ է, ասում են շունը, կադուն, կռիսը։ Հələ պատկերացրեք էլի, գոնե անարմարը զգան, գոնե կան սովորեն, բացատրեն, գոնե ինձանից ինչ որ կամ խելացի մարդկանցից բան վերցնեն, որ մեր քաղաքի խնդիրը շունը, կադուն, կռիսը, արա, ուրիշ մենք խնդիր չունենք, ուրեմն այդ երեքի մասին պետք է մտածենք։ Այսինքն ծիծաղ է առաջացնում, ծիծաղում են մեր վրա, հասկացեք։ Ես զարմանում եմ, թե մարդիկ աշխատել են որոշակի ժամանակահատված ու հələ չգիտեն, թե իրանց քաղաքի խնդիրը որն է։ Մի խոսքով, մեր խնդիրը աշխատատեղերի ստեղծում է։ Ամենաառաջի խնդիրը դա է։ Ուրեմն առաջին անվտանգությունն է, որը վտանգված է, եւ սրանց երկիր հանձնել ու սրանցով մեր երեխեքի, մեր ապագայի մասին լուրջ, ուրեմն մտահոգություն չցուցաբերել, դա խայտառակություն է։ Յուրաքանչյուր հայորդի պետք է գիտենա երկրի բանալին, երկրի ղեկը ում ձեռքն է հանձնված, համար առաջինը սա է, երկրորդը, որ քաղաքը գնաց, ասում են աշխատատեղերի ստեղծում, առաջիններից մեկը դա է, քանի որ մենք աղետ ենք տեսել, եւ 37 տարի երկրաշարժից հետո, ուրեմն մեր եղբայրները եւ քույրերը տնագների մեջ են, 37 տարի, մարդիկ մահացել են արդեն, երկրաշարժ տեսածները մահացել են այդ տնագների մեջ, որովհետև չկա մի տնագում ապրող, որ հիվանդություն ձեռք բերած չլինի։ Կամ մահացել է, կամ հիմա եւս երեխաներն ու թոռները տնագների մեջ են։ Մենք օդի ջրի պես մեզ պետք է բնակարանային կառուցումը աշխատատեղերի հետ մեկտեղ։ Այսինքն իմ դուրս գալուց հետո, եթե սրանք ասում են 7 տարի, երկիրը մենք 7 տարի ենք, հա դուք 7 տարի եք։ Ուրեմն 7 տարի եւ 12 տարի, 13 տարի, որ ես դուրս եմ եկել։ Մի բնակարան, մի շենք չի կառուցվել այս քաղաքում։ Մի շենք, այն ժամանակ շատ այդ վայ կամեցողներն ու բամբասանկանողներն ասում էին հողերը դրած է, բերես սարքել ենք։ Բա հիմա բյուջեն կրկնակի ավելացել է։ Հանրապետության իմ աշխատած ժամանակա ընթացքից հանրապետության բյուջեն կրկնակի ավելացել է։ Բայց փողերը ուր անչի չեք կառուցում մի հատ բնակարան։ Թե քաշ չունեք, թե վախենում եք, բարձրաձայն եք վերադաս կառույցների դեմ, թե Գյումրիին պետք է բնակարան կառուցել եւ պետք է աշխատատեղեր ստեղծել։ Այո, ես չտեսա մի քաղաքապետի բերանից, որ բարձրաձայնի ու ասի, որ մարդիկ մեռնում են, բաց վիճակի մեջ է։ Անին է դար է Գյումրին, լսերը մարվում է քաղաքում, միայն լսում եք սրանց բերանից շատ լավ է, այնքան է լավաց է, որ մարդկանց երեսին նայում ես հրռում են ուրախությունից, հələ սրանց խաբեբահությանը նայ է։ Այնպես տուրիզմ է, որ պատկերացրեք, տեղ ու ստար չկա տուրիզմով քաղաքում, խաբեբահություն։ Վերջի 2 տարվա ընթացքում հյուրանոցները մարդիկ չեն կարող 3-4 ամսվա աշխատավարձերը տալ աշխատակիցների, որովհետև իրոք այդ տուրիզմը տևում է 2-ից 3 ամիս, էլ դպրոցական տուրիզմ է։ Հարուստ տուրիստները բոլորը նորից Երևանում են։ Բոլորը, եթե ընդդուք Գյումրի են բերում, ուրեմն արագ կարգով այստեղ պտտցնում են ու այստեղից տանում են Երևան, չեն թողնում, որ մարդիկ այստեղ քնեն։ Գիշերակացությունը չկա Գյումրի քաղաքում։ Այո, տուրիզմով Գյումրի չի պահվում։ 26 թվականին, երբ որ երկրաշարժ եղավ, քաղաքում խորհրդային միությունը արագ կարգով կառուցեց տեքստիլ կոմբինատը, որտեղ աշխատում էր 8000 բանվոր։ Դրանից հետո 90000 բանվոր էր աշխատում քաղաքի գործարաններում։ Մոտ 70 գործարան կար քաղաքում, 30-ը միջազգային համամիութերական նշանակություն ունեցող։ Չեմ ասում, որ
15 կոպեկներով վաճառեցին ամբողջ քաղաքի ունեցվածքը։ Հսկայական Գուլման Ասկեղենի գործարանը, որ հանրապետություն էր պահում, չգիտեմ քանի կոպեկով են վաճառել եւ գնացեք նայեք այնտեղ ուրեմն միլիոնում գազի զապրավկա կամ բենզինի զապրավկա են բացել։ Ինչ էլ որ այնտեղ աշխատում է ուրեմն բարձակալությամբ են տվել։ Եթե այսօր պետությունը չի կանչում սեփականատիրոջը ու ասի թե ինչ խնդիր ունես, ասա քեզ օգնենք։ Ես լսել եմ այդ տղայի բերանից, խելոքել տղա է, ուրեմն ինքը ասում է, ստեղծեցինք այդ ջինսի գործարանը, ներկրման հետ կապած խնդիր կար, դիտավորյալ մեր մատերիալը ջինսը պահեցին, այդ կտորները պահեցին, ուրեմն բազաներում մոտավորապես ամիսներով պահեցին, չտվեցին, մենք էլ պայմանագիր էինք կնքել, պայմանագիրը խզվեց, ուրեմն Իտալիայի այդ պայմանագրեր ունեինք, ուշացման համար չկարողացանք եւ այդ մարդիկ մեզանից տուժ ու տուգանքներ վերցրեցին, մեզի գցեցին բանկերի տակ, այսինքն պետությունը խոչընդոտ է հանդիսանում Գյումրիում եւ Հայաստանի Հանրապետությունում աշխատատեղերի ստեղծմանը եւ շարունակմանը, ինչ որ մի քանի հոգի, որոնք իրենցից են, որոնք իրանց հետ են, դրանց բիզնեսը ծաղկում է գիշերու ցերեկ, բայց այն մնացած մարդկանց խոչընդոտ են հանդիսանում։ Հիմա այստեղ սիտի է բացվել, մնացած մեր խանութները, բոլորը հարկային տեսչությունը տուգանում է, տերրոր է այսօր Գյումրի քաղաքում, ինչի համար, հավանական է մենք հասկանում ենք ինչի համար, որպեսզի փակվի խանութները, սիտի ուրեմն գործունեությունը դառնա, եթե այսօր X վիրուշկա է, դառնա 3X կամ 5X, մենք դա այդ ամեն ինչը հասկանում ենք այդ մոնոպոլիա հասկացողությունը։ Իմ ժամանակ բոլորս գաստ էին, շատ խոսակցություններ չեմ ուզում ասել, որ նրանք ասում են դե եթե այնտեղ Վարդան Ղուկասյանը կա, մենք այնտեղ այդպիսի բաներ չենք բացելու։ Ճիշտ է, կարող է 30 դրամ կամ 50 դրամ էժան լինի, բայց մեր գյումրեցիները այսօր փակվում են մեր խանութները, դրանք հետո քաղաքի մեջ չեն բացելու, սիտիները բացում են քաղաքից դուրս, հետո շաբաթ կիրակի օրերը ես ինչքան գիտեմ այդ սիտիները փակվում են, որպեսզի մանր ուրեմն խանութներն աշխատին ամբողջ Եվրոպայում այդպես է, ոչ թե մեկը դառնա, ես չգիտեմ, ինչ ծերի հարստություն կուտակի, գյումրեցիներն էլ չեղած տեղը ընդհանրապես փակվեն եւ ընկնեն պարտքի ու տանիքի տակ։ Այո, որովհետեւ տեր չունի Գյումրին։ Երբ գային լսվում էր Երևանից Գյումրի ու սկսում էր տերոր անել, Արաք Կարկովին զանգում էին, վերցնում զանգում էի նախարարին, ասում է ես ինչ է, զգաստացրեք, այս քաղաքը այդ քաղաքը չէ, տերոր էին անում հարգայինից, վերցնում զանգում զգաստացնում էին, որովհետև քաղաքը տեր ուներ, որովհետև ժողովուրդ ասում էր գնանք մեր հերաստուն, այո քաղաքապետը այդպեսին պետք է լինի, քաղաքապետը երբ որ հանգարցակի մի խնդրով որևիցե մի նախարարություն կամ տեղ մտնի, ոչ թե պետք է դուռը կանգնեցնեն առավոտվանից մինչև իրիկուն, այլ դուռը բացի մտնինես, այլ քաղաքապետը դենց եղել, լավ գիտենաք, բոլորի մեջ, ոչ միայն նախարարների, բոլոր վերադաս կառույցների ես իմ քաշն եմ ունեցել, այո չեն ուզում վերադասը, որ ինձպես հզոր մարդ կա, որ ինձպես մեկը կա, որ ասի, բա ոնց պետք է լինի Գյումրի քաղաքը, Քոչարյանը Ռոբերտը հիշում եք, այստեղ անցած տարի թե նախանցած տարի ասում էր Քարոզ